Կառավարության եւ Հայօգնության միության համաֆինանսավորմամբ Արցախում 8 մանկապարտեզ է գործում։ Սա կառույցի ամենամեծ ծրագիրն է Արցախում։ Դրան նաեւ Կանադայի շրջանն է մասնակցում։ Կկարծեմ, թե 2.5 տարեկան է մինչև 6 տարեկան, նախապատրաստական, նախադպրոցական դարիքը եւ արդեն իսկ սկանչելի գործ կդարվի։ Փոխվարչապետը մանկապարտեզների ծրագրի շարունակություն է ակնկալում։ Արթուր Աղաբեկյանի խոսքով պետական ու բարերարների միջոցներով մեր երկրում շարունակվում են նախակրթարաններ կառուցվել։ Մանուկները շատ են։ Աշխարհաքաղաքական իրավիճակը այնպիսին է, որ հոմը իր ստեղծման օրվանից առ այսօր անելիք ունի երկրակնդի ցանկացած կետում, որտեղ հայ մարդը ապրում է, որովհետև մեր կյանքն էլ այդպես է դասավորվել, որտեղ ապրում ենք, այնտեղ արկա է խնդիրներ, իսկ այդ խնդիրների լուծումը պահանջում է համազգային ճիգ։ Տնտեսական ու ժողովրդագրական ինչ ցուցանիշներ ունի Արցախը։ Հայօգնության միության Կանադայի շրջանի ներկայացուցիչների առաջին հարցն է։ Փոխվարչապետը պետական քաղաքականության առանձնահատկություններն ու արդյունքներն է ներկայացնում։ Պայմանները հատկապես գրավիչ են գործարարությամբ զբաղվելու համար։ Իդեպ մեր երկրում ներդրումներ անում են նաև սփյուռքահայերը առանց մշտական բնակության։ Շատ շուտով մենք ստեղծելու ենք կառավարությունում նոր մոտեցումներ, որը բաժին, որը զբաղվելու է հենց արտաքին կապերով, տնտեսական կապերով, ակնկալում ենք, որ դուք այստեղ հավաքվածները լսելով ինձնից այս խոսքերը հետագայում խոսնակն եք դառնալու Արցախի կառավարության եւ խոսելու եք ամենտեղ եւ ամենուր այս մասին։ Հոմի հովանավորությամբ Սոսե մանկապարտեզը Ստեփանակերտում նոր շենք է ունենալու։ Նախատեսված է 130 երեխայի համար։ Մանկապարտեզի նոր շենքն ունենալու է ռմբաապաստարան։ Ծրագիրն արդեն մեկնարկել է։ Փոխվարչապետի խոսքով այն իր տեսակի մեջ առաջինն է լինելու Արցախում։ Պիտի հաջողցնենք։ Կանադան միշտ մեծ թիվով, մեծ գումարներով ալ կմասնակցի, ոյ մեկ ծրագիր, որ հոմը կծրագրի, երբեք չենք խուսափիր։ Համացանցի միջոցով յուրաքանչյուր հոմուհի հնարավորություն է ունենալու մասնակցելու նախակրթարանի առօրյային։ Նարեկ Սահակյան, Արտավազդ Գրիգորյան, օր։